Մայիսի 26-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Յուլիուս Պրանևիչուսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին Արմեն Ղազարյանը կարևորել է լիտվական կողմի հետ համագործակցությունը եւ միջազգային փորձի ներդրումը որպես արդյունավետ կառավարման ու բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների վերակազմավորման ու արդյունավետության բարձրացման, միգրացիոն հոսքերի կառավարման, Եվրամիության հետ համագործակցության ակտիվացման, վիզաների ազատականացման եւ մի շարք այլ հարցեր։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես կարևորելով ոստիկանության հենասյունային ուղղությունների զարգացումը։ Նա նշել է, որ ծառայությունների արդյունավետ կազմակերպումը նպաստում է հանրային անվտանգության բարձրացմանը, ճգնաժամային իրավիճակներում արձագանքման արագությանն ու որակի բարելավմանը։ Լիտվայի արտգործնախարարի տեղակալն իր հերթին կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը ներկայացրել է արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում Լիտվայի Հանրապետության փորձը։ Անդրադառնալով ծառայությունների կառուցվածքային փոփոխություններին, նա առաջարկել է լուծումներ, որոնք կարող են բարելավել կառավարման գործընթացների արդյունավետությունը։ Արմեն Ղազարյանը նշել է, որ հանդիպումը հերթական կարևոր քայլն է համագործակցության ամրապնդման եւ ճգնաժամային իրավիճակների կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը, ակտիվացնելով համատեղ աշխատանքները տարբեր ոլորտներում։ Թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին ոստիկանության զորքերի եւ համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ համատեղ։ Մայիսի 25-ին ժամ 8:45-ին Գորիս քաղաքի Նարեկացու փողոցում գտնվող քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ խոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի բնակիչ 37-ամյա տղամարդ։ Ըստ նախնական տեղեկության 50-ից 70 հազար դրամի դիմաց նա թմրանյութ էր փոխանցում նույն հիմնարկի դատապարտյալներին եւ այս դեպքում էլ թմրանյութը պետք է հանձներ 37 տարեկան դատապարտյալի։ Ձերբակալվածի խուզարկությամբ ներքնաշորի տակ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 32 գրամ մարիխուանա։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ խոստովանել է արարքը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անայդ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր։ Բարեբախտաբար միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել։ Պարզվել է, որ ժամը 20:27-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ 45-ամյա տղամարդը ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացին, անկանոն շարժումներ արել ու նետել բժշկի ուղղությամբ։ Ժամը 22:55-ին տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ եւ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ու սա վերջին շրջանում տեղի ունեցած նման դեպքերից ընդամենը հերթականն էր, երբ ամենամարդասիրական նպատակով մեկնած մարդկանց դիմավորում են ընդգծված մարդատյացությամբ, բայց խնդիրը բարոյականից զատ ունի նաև քրեաիրավական կողմ։ Սրանք որպես կանոն քրեորեն պատժելի արարքներ են։ Հորդորում, բայց նախ եւ առաջ պահանջում ենք մասնագիտական առաքելությունը կատարող անձանց նկատմամբ լինել առնվազն հարգալից, անհարկի չմիջամտել եւ չխոչընդոտել նրանց պրոֆեսիոնալ գործունեությունը։ Իսկ եթե կասկածներ ունեք, որ նրանք ինչ որ հարցում այնուամենայնիվ թերացել են, ձեռնարկել միայն ու միայն օրինական քաղաքակիրթ միջոցներ, այլապես քրեաիրավական հետևանքներն անխուսափելի են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մայիսի լույս 27-ի գիշերը Նորք Մարաշում ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակի պարեկները թաղամասի 7-րդ փողոցում նկատել են տարօրինակ վարք դրսևորող մի երիտասարդի։ Վերջինս եղել է ձեռնոցներով, դեմքին էլ կանաչ դիմակ։ Իրավապահներին տեսնելուն պես դիմակավոր երիտասարդը փախել է, սակայն պարեկներին հաջողվել է կարճ հետապնդումից հետո բռնել նրան ու ձերբակալել։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնում ձերբակալվածը խուզարկվել է։ Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, հարմարեցված գործիքներ եւ այլն։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել Հայաստանի Հանրապետության մարզերում։ Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուծկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 պատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 պատիկից 300 պատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։